Բարև ձեզ։ Եթե դուք ինձ վաղուց եք հետևում, ապա գիտեք, որ բավականին երկար տարիներ է ապրում եմ Հնդկաստանի Չենայի քաղաքում։ Իսկ եթե նոր եք միացել իմ ալիքին, ապա ասեմ, որ ես Աշխենն եմ։ Վերջերս մտածում եմ, որ բավականին երկար ժամանակ է այստեղ եմ ապրում, 12 տարիներ։ Ետ նայելով այդ 12 տարիներին, եթե դուք ինձ այն ժամանակ ասեիք, որ ես 12 տարի ապրելու եմ Հնդկաստանում, չէի հավատա։ Բայց այստեղ ապրելով այս տարիների ընթացքում տեսել, զգացել եւ սովորել եմ շատ բան։ Ու այսօր ուզում եմ մի քանի բան պատմել ու կիսվել ձեզ հետ։ Առաջինը ես սովորեցի համբերել, որ ամեն ինչ չէ, որ իմ ուզած արագությամբ է լինելու։ Գիտեք, ինչպես դա անում էի Հայաստանում, այնպես էլ այստեղ սկզբնական շրջանում ես մեկ օրվա ընթացքում պլանավորում էի մի քանի գործ կամ մի քանի հանդիպում։ Իսկ օրվա վերջում հասկանում էի, որ չեմ կարողացել իրականացնել իմ պլանները եւ դա ինձ ներթայնացնում էր։ Գիտեք, Հնդկաստանը ունի ռիթմը, իսկ ես այդ ժամանակ դրան չէի տիրապետում։ Այստեղ ժամանակը շատ արագ է անցնում։ Այստեղ ամեն ինչ չէ, որ կարող ես հասցնել մեկ օրվա ընթացքում իրականացնել եւ օրվա վերջում չկատարելով քո պլանը դու լինում ես ուժասպառ ուղղակի։ Իհարկե, սրա մասին կփաստեն այն մարդիկ, ովքեր ապրել կամ ապրում են Հնդկաստանում, որ այստեղ ժամանակը լրիվ այլ ռիթմով է ընթանում։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որը ժամանակ անց ես հասկացա, որ իմ ձեռքերում չկա ոչինչ, ես չեմ կարող դա փոխել։ Ուղղակի պետք է այդ փաստը ընդունել։ Եվ ես սկսեցի կամաց-կամաց ընդունել այդ փաստը եւ իմ գործերն ու հանդիպումները պլանավորել այնպես, որ կարողանամ տեղավորվել հնդկական ռիթմով։ Երկրորդը դա նոր երկիր, նոր մշակույթ, նոր կրոններ, նոր լեզուներ, նոր խոհանոց, նոր մտածելակերպ, մի խոսքով ամեն ինչ նոր էր։ Եվ շրջապատում մարդիկ կարող էին նույն բանի մասին խոսել, ես այլ տեսանկյունից նայեի դրան, իրենք այլ տեսանկյունից։ Կարող էին նույն բանջարեղենը օգտագործել, ես մեկ այլ ուտեստ պատրաստ էի, իրենք մեկ այլ ուտեստ պատրաստ էին։ Եվ գիտեք, դա չի նշանակում, որ ես էի ճիշտ կամ իրենք էին ճիշտ, դա ուղղակի նշանակում է, որ ուղղակի տարբեր ենք, ուղղակի դա ուրիշ է, եւ դա պետք է հասկանալ ու ընդունել։ Պարտադիր չէ, որ այդ մարդիկ մտածեն եւ անեն այնպես, ինչպես որ ես եմ տեսել եւ զգացել եւ պատրաստել իմ երկրում։ Իրենք ունեն իրենց մշակույթը, իրենց կրոնը, իրենց մտածելակերպը եւ դա պետք է ընդունել այդպես։ Այս ամենի գիտակցումը, ընդունումը, որ ես այլ երկրից եմ, այլ մշակույթից եմ եւ ամեն ինչ չէ, որ իրենք պետք է անեն այնպես, ինչպես որ դա ճիշտ է մեր երկրում, ինձ շատ օգնեց իմ մասնագիտական գործունեության մեջ, երբ որ ես սկսեցի այստեղ ծավալել։ Գիտեք, որպես միջազգային մարքեթինգի մասնագետ, առաջին հերթին դու պետք է այս դեպքում իմ դեպքում հասկանաս ճիշտ հնդկական շուկան։ Իսկ հնդկական շուկա ասվածը բավականին լայն եւ մեծ հասկացողություն է։ Իհարկե, հնդկական շուկայի մասին ես այլ տարբեր տեսանյութեր կնկարեմ ձեզ համար, բայց ուզում եմ հիմա ասել, որ շուկան հասկանալու համար պետք է հասկանաս առաջին հերթին մարդկանց, թե նրանք ինչ են սիրում, ինչ չեն սիրում, ինչն են նախընտրում, ինչից են վախենում, հասկանում եք նրանց ավանդույթները, նրանց սովորույթները։ Երրորդը այն է, որ այստեղ ապրելով սկսեցի ավելի շատ կարևորել Հայաստանը։ Դա շատ հետաքրքիր է։ Գիտեք, նախկինում այնպես չէ, որ ես չէի սիրում Հայաստանը կամ չէի կարևորում Հայաստանը։ Ուղղակի, երբ որ ապրում ես օտարերկրում, հազարավոր կիլոմետր հեռավորության վրա Հայաստանից, կան բաներ, որոնք ապրելով Հայաստանում դու դրանց ուշադրություն չես դարձնում։ Իսկ արդեն օտար երկրում դրանք քո համար մեկ այլ նշանակություն են ձեռք բերում։ Օրինակ, քո լեզուն, քո մշակույթը, քո կրոնը եւ շատ բաներ, որոնց Հայաստանում ապրելով ես ուշադրություն չէի դարձնում։ Ապրելով օտար երկրում, որը արդեն իմ տունն է, ես չէի կարողանում իսկապես պատկերացնել, որ ես ապրում եմ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա Հայաստանից։
եւ ամենուր փորձում եի գտնել նմանություններ, որոնք ինձ կտան այն զգացողությունը, որ ես տանն եմ։ Իհարկե, այդ ամենը շատ դժվար է։ Սակայն իմանալով հայոց պատմությունը եւ տիրապետելով ինֆորմացիային, որ մենք 17-18-րդ դարերում ունեցել ենք բավականին ակտիվ հայ համայնք Հնդկաստանում եւ ունենք հարուստ հայկական հետ, այդ ամենի ուսումնասիրությունը եւ այդ ամենի մասին մտածելը ինձ տվեց մի այլ տեսակ ուժ եւ էներգիա։ Եվ իհարկե ամենակարևորը ես շատ ուրախ ու երջանիկ եմ ինձ զգում, որ Մադրասում մենք ունենք հայկական եկեղեցի եւ ամեն անգամ եկեղեցի այցելելուց ես իսկապես զգում եմ ինձ տանը։ Ես զգում եմ, որ ես իմ տարածքում եմ, դա իմն է, հասկանում եք։ Այս խոշոր քաղաքում, որը 4-րդ խոշոր քաղաքն է Հնդկաստանի, որը ունի միլիոնավոր բնակչություն եւ ես այստեղ ինձ օտար չեմ զգում։ Ես իսկապես ինձ զգում եմ տանը։ Դրան օգնում եւ նպաստում են այն բոլոր հայկական հետքերը, որ մենք ունենք Մադրասում։ Երբ ապրում ես ուրիշ երկրում, սկսում ես սովորել ամեն ինչից։ Քեզ շրջապատող մարդկանցից, այդ երկրի մշակույթից, ինչպես նաեւ քո կատարած սխալներից։ Գիտեք, այդ ամենը քեզ կոփում են, քեզ դարձնում են ավելի ուժեղը, քեզ դարձնում են ավելի խելացին եւ իհարկե քեզ հնարավորություն են տալիս կատարելագործելու քո գիտելիքներն ու քո փորձը եւ շարունակելու քո գործունեությունը։ Ես այստեղ ապրելով շատ բան եմ տեսել, լսել, սովորել եւ իհարկե 12 տարի այս ճանապարհը անցնելով, որ երբեք չէի պատկերացնի, որ այսքան երկար ժամանակ ապրեմ Հնդկաստանում եւ այս ճանապարհը ինձ ուր կտանի, բայց այս ընթացքում ստացած գիտելիքը, փորձը, տեղեկատվությունը, ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել։ Այս ալիքում ուզում եմ կիսվել ոչ միայն ճամփորդական վլոգներով, այլ նաև իմ գիտելիքով։ Դա կլինի հայկական հետքի մասին, դա կլինի Հնդկաստանում բիզնես գործունեություն իրականացնելու մասին, բրենդինգի մասին, մարքեթինգի մասին, հնդկական շուկայում բիզնես էթիկայի մասին եւ այլն, թեմաները շատ տարբեր են։ Եթե դուք եք երկար ժամանակ Հայաստանից դուրս ապրում, մեկնաբանություններում կարող եք գրել, թե որ երկրում եք ապրում եւ թե այդ երկիրը ձեզ ինչ է սովորեցրել։